Խաղաղություն այս տանը, խաղաղություն ամեն մարդու սրտում ժողովուրդ ջան։ Հիսուս Քրիստոսից մի այսպիսի հրաշալի խոսք։ Մատթեոսի ավետարան 9-րդ գլուխ 35-36 խոսքերը կարդանք։ Ասում է եւ Հիսուսն ամեն քաղաքներ եւ գյուղերը ման էր գալիս նրանց ժողովարաններումը սովորեցնելով եւ արքայության ավետարանը քարոզելով եւ ժողովրդի մեջ ամեն ցավ եւ ամեն հիվանդությունը բժշկելով։ Հաջորդ կարևոր խոսքը եւ նա ժողովրդներին տեսնելով, Հիսուսը ժողովրդներին տեսնելով ինչ արավ, գթած նրանց վրա, որ հոգնած եւ ցիրուցան եղած էին, ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեին։ Նայեք ժողովուրդ ջան, Հիսուսը ոչ թե ժողովրդին ոչխարներ էր համարում, այլ համեմատում էր ուղակի, որ առանց հովի, առանց հովողի նրանք ցիրուցան եղած էին, չգիտեին ուր են գնում, ինչ են անում, ում ձայնն են լսում, ում հետևից են գնում, հասկանում եք։ Հիմա ասում է ինքը տեսնելով ժողովրդներին գթած, որ ինչ էին, որ հոգնած են եւ ցիրուցան եղած էին։ Այսօր ժողովուրդը հոգնած է եւ ցիրուցան եղած է։ Ինչի համար, որովհետեւ իրանցը գթածող չկա, ողորմածող սիրտ ունեցող մե հովող չկա, հասկանում եք։ Հիսուսը գթած, այսինքն ցավ ապրող, այսինքն ողորմած սրտով, ցավ ապրող սրտով այսօր Քրիստոսը ուզում է, որ ժողովրդին լինի մի գթածող, մի ողորմածող, մի ցավ ապրող, մի հովող, որ ժողովրդին հովա։ Ով է այսօր հովում ժողովրդին, ինչ հոգուց է ժողովուրդը այսօր հովում, որ հոգուց եւ ում ձայնն այսօր ժողովուրդը լսում եւ ում հետևից է գնում։ Շատ կարևոր է, որ ժողովուրդը Քրիստոսի ձայնը լսա եւ Քրիստոսի հետևից գնա, ինչպես Հովհաննեսի ավետարանում 10-րդ գլխում ասում է. իմ գառներս, իմ ոչխարներս գնում են իմ հետևից, որտեվ նրա ձայնը ճանաչում են, բայց օտարների հետևից չեն գնում, այլ փախչում են նրանից, որտեվ օտարների ձայնը չեն ճանաչում։ Բայց այսօր ժողովուրդը չի կարող զանազանա օտարի ձայնը Հիսուսի ձայնից, այսինքն ճշմարտության մեջ տանող, փրկության մեջ տանող ձայնից, տարբեր գայլեր, ոչխարի մորթիով, բայց ներսից գայլ, որ հովում է ժողովրդին, որ